Չորրորդ օրն է շարունակվում է Իրանի և Իսրայելի միջև պատերազմը, որն ընթանում է շատ ինտենսիվ կերպով։ Կողմերը պարբերաբար փորձում են խոցել ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Իսրայելը հանգստյան օրերին, բացի Իրանի միջուկային օբյեկտներից, հարվածել է նավթագազային ենթակառուցվածքներին, ռազմավարական ճանապարհների, միջազգային օդանավակայաններին, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության շենքին։ Իրանը դրանց պատասխանում է թևավոր և բալիստիկ հրթիռներով, կրակի տակ պահելով ամբողջ Իսրայելը, հատկապես Թել Ավիվ և Հայֆա քաղաքներն ու դրանց արվարձաները, թիրախավորելով ռազմավարական օբյեկտներ, հիմնականում էներգետիկ և ռազմական նշանակության։ Օրինակ, հունիսի 15-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Իրանը ի թիվս այլ օբյեկտների խոցել է Rafael Advanced Defense Systems կոնցեռնը, որը հակահրթիռային ոլորտում Իսրայելի արդյունաբերական հսկաներից է, իր հերթին համագործակցելով նաև Ադրբեջանի հետ։ Սակայն կողմերի միջև գործողությունները հանգեցնում են երկուստեք կորուստների, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Իրանի դեպքում այդ թիվն ավելի մեծ է, համենայն դեպս երկկողմ հաղորդագրությունները այդ մասին են վկայում։ Սակայն Իրանը կրում է ավելի մեծ կորուստներ։ Հունիսի 15-ին Իրանը հաստատեց 3 բարձրաստիճան զինվորականի մահվան լուրը, որոնցից երկուսը Իրանի ամենահեղինակավոր ռազմական կառույցի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարն ու նրա տեղակալն են, նաև ևս մեկ բարձրաստիճան գեներալ։ Անշուշտ այս իրադարձությունները իրենց հերթին նշանակում են ռազմական գործողությունների շարունակություն, մշուշոտ դարձնելով հավանական բանակցային գործընթացի հեռանկարը։ Պատճառները խիստ տարբեր են։ Նախ Իսրայելը մտադրություն չունի գոնե այս պահին դադարեցնելու ռազմական գործողությունները, հայտարարելով, որ փորձելու է ստիպել Իրանին գնալ գլխավոր զիջմանը, այն է հրաժարվել միջուկային ծրագրից։ Բացի այդ, Իսրայելը նաև նպատակ է հետապնդում վարչակարգի փոփոխության հասնել Իրանում, որի մասին նույնպես բացահայտ նշում են։ Ինչ վերաբերում է իրանական կողմին, ապա չնայած գործողությունների ինտենսիվությանը, Թեհրանը չի պատրաստվում զիջել իր դիրքերը, վերահաստատելով իր այն դիրքորոշումը, ըստ որի Թեհրանը չի ստեղծելու միջուկային զենք, սակայն չէ պատրաստվելու միջուկային ծրագրի հարցում հետքայլ կատարել, այն է ապամոնտաժել իր միջուկային կայանները։ Այդ մասին երեկ և այսօր Իրանում խոսել են ամենաբարձր մակարդակով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել ցանկացած համաձայնագրի տակ, որի նպատակը Իրանի միջուկային զենք ստեղծելու կանխարգելմանը կվերաբերի, սակայն չի համաձայնի մի ծրագրի, որը կսահմանափակի Իրանի միջուկային ծրագիրը։ Այդ մասին նաև խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, որն այս ընթացքում ակտիվ շփումների մեջ է միջազգային առաջնորդների հետ։ Իրանի նախագահը, նախանշելով Իրանի կարմիր գծերը, նույնպես վերահաստատել է միջուկային զենք չստեղծելու Իրանի մտադրությունը։ Ավելին, նա հատուկ ընդգծել է, որ երկրում հակառակ պնդողները չեն ներկայացնում իրանական քաղաքականությունը։ Իրանում իհարկե ոչ պաշտոնական մակարդակով շրջանառվում է միջուկային զենք ստեղծելու քննարկումները, նշելով, որ եթե Իրանի հակառակորդները շարունակեն իրենց ռազմական ճնշումները, Թեհրանին այլ ելք չի մնա, քան ստեղծել այն։ Այլ կերպ ասած, նրանք ակնարկում են վերանայել դեռևս 2003-ին Իրանի գերագույն առաջնորդի տարածած ֆեթվան, հորդորը, ըստ որի Իրանի ռազմավարական դոկտրինում միջուկային զենքը տեղ չունի։